Ինչու է Լաս Վեգասի դատարանը մերժել ԱՄՆ-ում կալանավորված նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Ինչ հիմնավորումներ է ներկայացրել ամերիկացի դատավորը, համաձայն որոնց ԴՕԿ կուսակցության ղեկավարը կշարունակի մնալ անազատության մեջ։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որ երեկ երեկոյան է ստացել դատավորի որոշումը, առայժմ փակագծեր չի բացում։ Դատավորը տվյալ դեպքում նախագահով գնահատել է, որ ներքին համոզմունքը գտել է, որ այս պահին Վարդան Ղուկասյանին ազատ չարձակել է եւ դրանով հարցը համարել է փակված։ Իհարկե կան որոշակի պատճառաբանություններ, դատական ակտը ուսումնասիրվում է, հետագայում ավելի լրացուցիչ տեղեկություն կտա։ Որոշման մեջ գրվում է, որ նա կշարունակի մնալ կալանքի տակ, որովհետև ազատության մեջ նա կարող է խոչընդոտել գործին, թե նա կարող է օրինակ փախուստի դիմել, ինչպես օրինակ մեր դատարանների դեպքում է այդ։ Նայեք, հաշվի առնելով ինչպես իմ վստահորդի շահը, այնպես էլ նաև արդարության շահը, զուտ պատճառաբանական մասին այս բան չեմ անդրադառնում։ ԱՄՆ-ի մաքսային եւ միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Միգրացիոն կարգը խախտելուց բացի դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Հենց այս հարցերի քննությանը զուգահեռ է ամերիկյան դատարանը անդրադարձել Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հարցին ու մերժել փաստաբանների միջնորդությունը։ Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել։ Իդեպ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքներում նախորդին տեղեկություն տարածվեց, թե իբրև Ղուկասյանի փաստաբանական խումբը ԱՄՆ-ում ցանկանում է հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր աշխատել են Հայաստանի պետական կամ ուժային կառույցներում եւ ցանկանում են հաղորդում տալ Հայաստանի կոռուպցիոն իրավիճակի մասին։ Տարածվել է նաև կոնկրետ հեռախոսահամար, խոստանալով երաշխավորել այդ անձանց գաղտնիությունը։ Լևոն Բաղդասարյանը սակայն հերքում է այս տեղեկությունը, հորդորելով փաստաբանների անունից Շերլոկ Հոլմս չխաղալ։ Պաշտոնապես հայտարարում են, որ ոչ Վարդան Ղուկասյանը, ոչ էլ Վարդան Ղուկասյանի փաստաբանական թիմը նման հայտարարություն չի տարածել, դրա կարիքը մենք առավել եւս չենք զգում եւ այն անձինք, ովքեր պղտոջերում ցանկանում են ձուկ բռնել, խորհուրդ եմ տալիս փաստաբանական թիմի տիրույթից դուրս գան։ A man described as a political refugee remains held here in an ICE facility. ԴՕԿ կուսակցության ղեկավարի դատական գործը հայտնվել է նաև տեղական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ղուկասյանին կալանքի տակ պահելու ամերիկացի դատավորի որոշմանը նախորդին անդրադարձել է Լաս Վեգասում գործող հեռուստաընկերություններից մեկը։ Լրատվամիջոցը նշել է, թե Վարդան Ղուկասյանը, որին նկարագրում են իբրև քաղաքական փախստական, գտնվում է միգրացիոն ծառայության կալանավայրում եւ դատավորը մերժել է նրան ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մարդը Հայաստանից է եւ նրա աջակիցները ցանկանում են, որ նախագահ Թրամփը ներգրավվի այս գործում։ Լրատվամիջոցը զրուցել է ԴՕԿ կուսակցության ղեկավարի աջակիցներից մեկի հետ, ով պնդել է, թե Վարդան Ղուկասյանը քրեական հանցագործ չէ, նա 2-3 տարի ապրել է ԱՄՆ-ում եւ որևէ վատ բան չի արել, ինչը կարող են ստուգել։ Գայանե Մանուկյանն ասել է, թե հանրային պաշտպանն իրենց ասել է, որ ամեն ինչ դրական է զարգանում եւ հույս կա, որ Ղուկասյանը ազատ կարձակվի, բայց դա տեղի չի ունեցել։ Մանուկյանն ամերիկյան հեռուստաընկերությանը նաեւ ասել է, թե անցած կիրակի կալանավայրում հանդիպել է Վարդան Ղուկասյանին, որն ասել է, թե լավ է, բայց եւ հասկանում է, որ եթե վերադառնա Հայաստան, ապա այնտեղ իրեն կարող են սպանել։ She says he is upbeat but understands if he returns to Armenia, he could face death. Ուզում ենք, որ դատարանն արդար որոշում կայացնի ու փրկի Վարդանի ու նրա մոր կյանքը, նրանց պահելով այս երկրում։ Ամերիկյան լրատվամիջոցը նշում է, թե Ղուկասյանը քաղաքական ապաստան հայցելով ԱՄՆ է մուտք գործել 2022-ին, հղում անելով հայկական լրատվամիջոցներին։ 8 News Now-ն նշում է, որ Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված շորթման, բռնության կոչերի եւ դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, եւ որ Հայաստանի իշխանությունները նրան արտահանձնելու խնդրանքով են դիմել։ Բայց ինչպես Ղուկասյանի աջակիցներն են պնդում, նա հետապնդվում է կառավարությանը քննադատելու համար։ Տեղեկացնելով, որ մինչև Լաս Վեգաս մեկնել է Վարդան Ղուկասյանի աջակիցները երթ են անցկացրել Լոս Անջելեսում, լրագրողը եզրափակում է. Պարզ չէ, արդյոք Վարդան Ղուկասյանը կարտաքսվի Հայաստան, թե ոչ։ We don't know when his next court hearing is or if he'll be deported. David